ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը երեկ երեկոյան հանդես են եկել, կարելի է ասել աննախադեպ հայտարարությամբ։ Մեջբերեմ այն, ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռային ռմբակոծության են ենթարկել շփման գծի հակառակ կողմում տեղակայված ռազմական օբյեկտի։ Մայիսի 16-ին եւ 17-ին հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել։ Կորուստների մասին տեղեկությունն իր արամերժը եւ համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակը շարունակում են հավաքել տեղեկությունը կատարվածի վերաբերյալ եւ հանդես կգան ավելի ամբողջական հայտարարությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները եւ կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումը կանխարգելու համար։ Երեք ավելի վաղ գրեթե նույն հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ По информации из различных источников, 15 мая днем с азербайджанской стороны был обстрелян военный объект, находящийся. Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին։ Մյուս կողմը բնականաբար արձագանքել է, թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում եւ կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը էսկալացիային վերջ տալու համար։ Երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը 3 հրթիռային հարված են հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով 2 միավոր տեխնիկա, որոնցից մեկը մարտական ասա տեսակի զենիթահրթիռային համակարգ։ Զախարովն նաև նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկություն չունի։ Հավելեմ նաև, Մոսկվայում ապրիլի 28-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Այդ հանդիպումից հետո Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունները տարածել են հաղորդագրություն, որում մասնավորապես նշված էր Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016-ի մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտության մասին։ Կողմերն այդ գագաթնաժողովների ժամանակ համաձայնել են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել եւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակը։ Հավելեմ նաեւ, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովը հայտարարել էր, մեջբերում եմ նրա խոսքերը, Մոսկովյան հանդիպումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած տարածքներ խաղաղության դիմաց տրամաբանությամբ։